Շուրջ 15 օրից Օձունում կսկսվի եգիպտացորենի բերքահավաքը։ Ակնկալիքները մեծ չեն, քանի որ օրեր առաջ տեղացած կարկուտի հետևանքով եգիպտացորենի բերքը մեծ վնասներ կրեց։ Մասամբ վնասվել է եգիպտացորենը, ու բերքատվության վրա որոշակի կազդի էլի, որ ցանքսերը ուշ են ցանվել, նրանց հասունացման շրջանը հնարավոր է որ խաթարվի, որովհետև կարող է պտուղը չկարողանա հասունանալ մինչև վերջ, որովհետև իրոք մեծ վնաս է պատճառվել եգիպտացորենին եւ արևածաղիկն էլ է վնասվել։ Կարկուտը որ խփել է, ինքը որոշակի թափվել է մի մասը։ Օձունու շուրջ 1400 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր ունի, այս տարի մշակվել է շուրջ կեսը, սակայն համայնքին պատկանող հողերի մի մասը գյուղից բավականաչափ հեռու է եւ մշակումն էլ եկամտաբեր չէ զուտ հեռավորության պատճառով։ Օձունեցիների խոպան թողած հողերը արևածագցիներն են մշակում։ Արսեն Կարապետյան Օձուն համայնքին պատկանող 4 հեկտար հողում այս տարի կարտոֆիլի ցանց է կատարել։ Բերքահավաքն ավարտվել է, հիմա էլ հողատերերի բաժին բերքն է տալիս, ինչպես որ պայմանավորվել են։ 4 հեկտարից այս տարի 60 տոննա կարտոֆիլ է ստացել, նախորդ տարի ստացածի կեսը։ Տարին նպաստավոր լինի, թե ոչ 1 հեկտարի դիմաց հողի սեփականատիրոջն Արսենը 800 կիլոգրամ բերք պիտի տա։ Միտեղ գիտես ձեր տալն է որ հող չունենք, թե չէ ձեր չտալիս։ Ավելի լավ կլի որ մեր սեփականն էլի, բայց մենք սեփական հողը քիչ է մեր։ Ունենք մի հողաբաժին 7000 մետր, դա ինչ հող է։ Իրանք որ ստերից ընդեղ չեն հասնեն, մենք այդ հողը ուզած չուզած մշակում ենք։ Ու շուտ ու անուց այս 10 տարի է։ Արևածագը, որ հայտնի է իր կարտոֆիլով, այս տարի մեծ բերք չունի, ասում է ֆերմերը։ Այդ պատճառով էլ մյուս գյուղացիներն էլ իրացման խնդիրներ չեն ունենա։ 1 կիլոգրամ կարտոֆիլը տեղում վաճառում են 130 դրամով։ Պահանջարկ շատ կա ու շատ առնողներ կան։ Երևանից ավտոյքերը շատ կան, դաժե չենք հասցնան։ Ռոզա տատն ու ամուսինը միայն անկախության առաջին տարիներին են մշակել իրենց պատկանող հողամասը։ Ամուսինները վաղուց արդեն երիտասարդ չեն, հող մշակել չեն կարողանում, իսկ երեխաները երկրում չեն։ Այս եղանակով եւ բերք են ունենում եւ հողի հարկն են կարողանում տալ։ Գոհ են բերքից ու բարեխիղճ հողօգտագործողներից, ովքեր իրենց առանց բերքի չեն թողնում, անկախ նրանից, թե գյուղատնտեսական տարին ինչպիսին կլինի։ Որնդով կարեինք մշակենք բալաջան, հիմի որ ուժներս պատում չի կարում չենք, ասեսր եղեքը վերեն ունեմ, տուժում ես էլ վերեմ փայտալի, թեա, զորի ապրում ենք էլի։ Նախորդ գյուղատնտեսական տարին բարենպաստ էր, ասում են օձունցիները, թե կարտոֆիլը, թե ցորենն ու եգիպտացորենը լավ բերքատվություն են ապահովել։ Այս տարվա բերքի պակասությունը գյուղացիները կապում են տևական երաշտի հետ, թեև պակաս դեր չի խաղացել նաև կարկտահարությունը։ Չնայած այդ ամենին Օձունում հիմա բերքահավաքի ակտիվ շրջան է, եւ ինչպես նշում է գյուղապետը, բերքահավաքը գյուղում ընթանում է կազմակերպված, առանց խոչընդոտների, տեխնիկայի պակաս էլ չկա։ Չէ, ասի տեխնիկայի հետ կապված խնդիրներ կա, որովհետեւ հիմա օրեցօր վարող տրակտորների թիվը ավելանում է, անհատները արդեն այս 3 տարվա մեջ 5 տրակտորը Օձունում ավելացել է վարող։ Ես չեմ կարծում, որ խնդիր կա։ Ճիշտ է, դե գիտեք ոնց է, ուզում ենք բերքահավաքի ժամանակ բոլորս նույն օրը կատարենք այդ ամեն ինչը, բայց դա իրականում պրակտիկորեն հնարավոր չէ, բայց մենք այսօրվա պահով որևէ խնդիր չունենք տեխնիկայի, գյուղտեխնիկայի հետ կապված։ Մերիկ Օլոլյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։